նախ բոլորի շնորհավորում եմ տոնի կապակցության։ Ինչ էլ այսօր խոսենք, առաջի հանրապետության խորհուրդների իմաստով ենք խոսելու, որովհետև սեփական պատմության էջերը կարևորագույն դասընթաց են, որը ժողովուրդը իր մեջ անդադար վերապրելով կարողանում է շոշափել ապագայի ճանապարհները։ Եվ այսպես սկսեմ նրանից, որ երբ խոսում ենք անկախության մասին եւ առաջի հանրապետության ժամանակների մասին, ապա պետք է նշենք հետեւյալը. անկախությունը այն ժամանակ, երբ ուրեմն անկախությունը հաստատվեց, հռչակվեց 18 թվականին, այդ ժամանակ նույն վիճակն էր համամոլորակային, ինչ որ այսօր, այսինքն խառնակ ժամանակներ էին, ամբողջ աշխարհը վերափոխվում էր, եւ այդ խառնակ ժամանակներում ժողովուրդների ճակատագրերը այսպես շատ հեղեղուկ էին, ամեն վարքյան կարող էր ամեն ժողովուրդ կոչնել ամեն ինչ, կամ ձեռք բերել շատ կարևոր որակներ, որ ինքը չուներ, եւ այդ տեսակետից այն ժողովուրդները, որ սեփական ինքնության համապատասխան կարողացան գործեն, նրանք կարողացան հաստատել իրենց ապագան, իրենց պայծառ ապագան։ Այդ ժողովուրդներից մեկը հայ ժողովուրդն էր, որը գործեց համապատասխան սեփական ինքնության։ Հայկականությունն էր անկախության կարևորագույն գրավականը։ Եթե մենք գործեինք ինչ-որ այլ տրամաբանության մեջ, այլ ինչ-որ հուշելով, այլ բաներով, մենք մեծագույն կորուստներ կունենայինք։ Այդ իմաստով այսօր էլ շատ կարևոր է, մենք ունենք մեծագույն կորուստ անկախության այսօր։ Հայաստանը շատ ավելի անկախ էր 18 թվականին մինչև հանրապետության հռչակումը, քան հռչակումից հետո, որտեղ հռչակումից հետո սկսեցին հարաբերությունները, որը տարան ուրեմն անկախության մի մասը։ Մենք սկսեցինք ուրիշների խորհուրդների համապատասխան գործել։ Այսօր էլ 88-ից 90 թվականը, երբ մեր ժողովուրդը իր ինքնության ձեռք բերած հայկականության օրենքներով էր գործում, այդ ժամանակ մենք շատ ավելի անկախ ենք, քան այսօր։ Այսօր մենք ի տարբերություն այն օրերի ունենք ֆորմալ ճանաչված անկախություն եւ այլը, բայց կորցրել ենք այդ մեր հայկականության իմաստով գործելը եւ այդ իմաստով անկախ չենք եւ մեծ վտանգների առաջ ենք կանգնած։ Ուրեմն սա առաջին դասն էր այդ ուրեմն օրերի անկախության խորհուրդը հենց դրանում է երկու հանգամանք է սրա հետ կապված։ Էլի դասերին է վերաբերում։ Առաջինը, եթե դու չկռվես, քո փոխարեն ոչ ոք չի կռվելու։ Ուրեմն մտածել, որ այն օրերին կարող է մի ինչ-որ եվրոպական երկիր, Ռուսաստանը, չգիտես ով աշխարհում գար եւ մեր փոխարեն պաշտպաներ մեզ զավթիչներից, դա անհնարին էր։ Եթե ժողովուրդը հույսը դներ ուրիշի վրա, մենք ամեն ինչ կորցնեինք։ Ուրեմն կռվելու պետք է միշտ պատրաստներ։ Այսօր դա շատ կարևոր է, որտեղ Քեսավի շուրջ մենք հիշում ենք ինչ վեճեր սկսվեցին, կամ հիմա շատ ակտուալ է հնարավոր զարգացումները տարածաշրջանում, այդ նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Հայաստանը պետք է ունենա դաշնակիցների հետ պետք է ունենա շատ խորը հարաբերություններ, գնալով խորացնի, բայց առաջին հերթին ինքը պետք է պատրաստ լինի ինքը իրեն պաշտպանելու։ Եթե ինքդ քեզ չպաշտպանես, որևէ դաշնակից քեզ չի կարող փրկել։ Եվ երրորդ խորհուրդը սրա հետ կապված։ Հայ ժողովուրդը, երբ որ 18 թվականին այդ արհավիքը եկավ, նա ոչ պետություն ուներ, ոչ որևէ բան։ Ուրեմն նախկին պետականությունները, որի շրջանակում նա գործում էր, կորցված էր, իսկ նորը դեռ հաստատված չէր։ Եվ այդ պահերին կարևորագույն դեր է կատարում այն, ինչ որ պատերազմի դաշտում անվանում են առաջի գիծ։ Այսինքն մարդիկ, խմբեր, կառույցներ, որոնք իրենց վրա վերցնում են այդ առաջի պայքարի պատասխանատվությունը։ Օրինակ, այսօր միգուցե զարմանալի թվա, չնայած ինձ թվում է, որ զարմանալի էլ չի, որ 18 թվականին առաջի գծում էր հայ առաքելական եկեղեցին։ Երբ որ անգամ պաշտպանության ուժերը, զորամիավորների ղեկավարները Էջմիածին եկան եւ ասեցին, որ պետք է թողնել ուրեմն Էջմիածինը, տեղափոխել Սևան, որտեղ ավելի այսպես դյուրին է, հայտնի է կաթողիկոսի պատասխանը, որ եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ինքը խաչը սուրի կվերածի եւ կպաշտպանի Էջմիածինը։
Եվ եկեղեցիների զանգերը ողանջում էին մի քանի օր անընդմեջ։ Եվ եկեղեցին էր բարձրացնողը ժողովրդին, չնայած կար մտավորականությունը, կային զինվորականները եւ կար հայրենասեր երիտասարդությունը։ Այդ ամենը ուրեմն ոտքի կանից եւ պաշտպանեց։ Առաջի գիծը մնում է կարևորագույն։ Այդ ամենը չէր բարձրանա, եթե չլիներ այդ եկեղեցու զանգերը, եթե չլինեին այն սպաները, որ առաջի գծում կանգնած էին։ Սա կարևորում են, որտեղ այսօր էլ մեր արցախյան ազատամարտի մարտիկները շատ լավ գիտակցելով ինչ արհավիրքների առաջ են կանգնած, ինչ դժվարագույն վիճակ է, ինչ կորուստների առաջ են կանգնած, հրճակել են, վերհիշել են այդ առաջի գծի խորհուրդը եւ այսօր թե իրենցից, թե մտավորականությունից, հոգեվորականներից եւ այլը Հայաստանում ձևավորվում է այդ առաջի գիծը, որը այս վհատված, հույսը կորցրած ժողովրդի համար, այս վիճակի համար որ ունենք, կարևորագույնն է, առաջի գծի պատճառով է, հետևանքով է, որ բարձրանալու է ողջ ժողովուրդը եւ մենք ունենալու ենք այն Հայաստանը, որը միշտ ունեցել ենք, բայց բարբերաբար ինչ-ինչ պատճառներով, ինչպես այսօրը հազարամյա պատճառներով կորցրել ենք։ Այս խորհուրդները այսպես հպանցիկ, չնայած հարցերին պատասխանելուց նոր պահեր գրվի։